Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները առ այսօր քարերի հետ են կռիվ տալիս։ Պղծել ու վանդալիզմի են ենթարկել հայկական միջնադարյան մշակութային ժառանգության ամենակարևոր կոթողներից մեկը՝ երից մանկան ձվանքը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջ կողմի որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնի վայր ընկած է։ Մշակութային ժառանգության փորձագետի խոսքով ցանկացած դետալային վնաս, լինի խորանի հատվածում, խաչքարի պղծում կամ արձանագրության քերում, խախտում է ժառանգության պահպանության հիմնարար սկզբունքները։ Երից մանկան ձվանքը հանդիսացել է միջնադարյան մատենագրության եւ գրչության, ավետարանների գրչության կենտրոն։ Այս իմաստով նաեւ այն ոչ միայն մեկ կառույց է, այլ եկեղեցական համալիր։ Առհասարակ հուշարձանների ոչնչացումը շարունակվող պատերազմ է։ Պատերազմ է եւ հանցագործություն խաղաղության դեմ։ Մինչև օրս բռնապետը ուղղակի հնձում է հայկական հետքը։ Հիմնահատակ ոչնչացրել, հողին է հավասարեցրել յոթ եկեղեցի ու բազմաթիվ խաչքարեր։ Ձեռագիրը տարիներ շարունակ նույնն է։ Նպատակը մեկը՝ ջնջել, սրբել հայկականը։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ըստ մասնագետների նաև մարդու իրավունքների խախտում է, որովհետև զրկում է ժողովուրդներին իրենց ժառանգության հետ կապ ունենալու իրավունքից։ Կովկասագետն էլ ընդգծում է, թշնամու անհանդուրժողականությունը այնքան է խորացել ու արմատներ գցել, որ շատ դեպքերում նույն հուշարձանը մի քանի անգամ են ենթարկում վանդալիզմի։ Արցախում ունենք հուշարձաններ, որոնց նկատմամբ տասնյակից ավելի վանդալիզմի դեպք է գրանցվում։ Այսինքն ամենափրկիչ եկեղեցին, եթե ցուցակագրենք վանդալիզմի դեպքերը, սկսած 1920 թվականից 50-ի սահմանը անցնում է, առաջնային քանդում են այն ինչի վրա հայագիր արձանագրություն կա, կամ հայկական զարդանախշեր կան, այլ թե խաչքար անգամ ամբողջությամբ չեն ոչնչացում, ջարդում են այն հատվածը, որի վրա կա արձանագրություն, այսինքն թվագրված է տվյալ խաչքարը։ Խոսելով իրավական մեխանիզմների մասին, մշակութային ժառանգության փորձագետը հիշատակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականին Ճապոնիայում ընդունած Նարայի փաստաթուղթը իսկության վերաբերյալ, որն ամրագրում է, որ ցանկացած հուշարձան ճգնաժամային իրավիճակներում եւ հակամարտությունների գոտում գտնվելու պայմաններում պետք է պահպանի իր ամբողջականությունն ու իսկությունը։ Այս գործողությունները Հագայի կոնվենցիայով կարող են որակվել որպես միջազգային հանցագործություն։ Այս ամբողջ շղթան մոտենում է ցեղասպանական հայեցակարգին, խաչքար է վնասվել, սա նույնպես խիստ վտանգավոր է միջազգային օրենսդրության տեսանկյունից, որովհետև խաչքարերի դեմ հայկական խաչքարագործության, խաչքարային արվեստի դեմ ցանկացած հարված մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի 2010 թվականից ի վեր խաչքարային ողջ արվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եւ համարվում է համամարտկային արժեք։ Մասնագետներն ասում են, մշակութային վանդալիզմի շարունակական այս շղթան հնարավոր է կանխել միայն այն դեպքում, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի տարածաշրջան, արձանագրի ու փաստագրի առկա ժառանգությունը այն վիճակով, ինչպիսին այն կա այսօր, քանի դեռ բռնապետի ձեռքը չի սրբել ամբողջ քրիստոնեական մշակույթը։ Պոլիէթիլենից տոպրակների տարածման դեմ Հայաստանը պայքարում է արդեն տևական ժամանակ, հիմնականում անարդյունք, ինչու, որովհետև տոպրակների հաստությունն ու վճարովի լինելը որևէ կերպ չնվազեցրեց դրա սպառումը։ Հակառակը հիմա մարդիկ գնում են այդ նույն հաստ պատերով տոպրակներն ու հետևաբար ավելի աղտոտում շրջակա միջավայրը, այնպես որ կառավարությունը ստիպված է շարունակել բարեփոխումը։ 2027-ից արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը ընդհանրապես։ Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։ Կառավարության ներկայացուցիչները հույս ունեն, որ արգելքից հետո մարդիկ կօգտվեն թղթե կամ կտորե տոպրակներից, որոնք էկոլոգիապես մաքուր են եւ կլուծեն բազմաթիվ խնդիրներ, որոնք ներկայում առկա են շրջակա միջավայրի մաքրման ոլորտում։ Շատ կարևոր է գործածության մեջ մտցնել բազմակի օգտագործման ինչ-որ
ալտերնատիվ, որովհետև թղթի մեկ անգամյա օգտագործման թղթի տոպրակը դեռ խնդրահարույց է։ Մասնագետները վստահ են, որ այս փոփոխությունը կզարգացնի Հայաստանում արտադրության մի շարք ճյուղեր, նույնիսկ առանց պետության միջամտության պարզապես արտադրողները միանգամից կֆիքսեն պահանջարկը եւ արագ կարձագանքեն դրան, ինչպես օրինակ եղավ COVID-ի ժամանակ դիմակների արտադրության ոլորտում։ Պատկերացրեք, դուք մտնում եք սուպերմարկետ, առևտուրը արել եք եւ 5 տոպրակի առևտուր եք արել, բայց ձեզ ոչ մեկ բան չի առաջարկում։ Այդ սուպերմարկետը ինքը առաջինն է մտածելու, թե ձեզ ինչ ընտրանք առաջարկ 26 դեկտեմբերի դրությամբ։ Մենք ունենալու ենք գոնե թե 5-6 արտադրողներ, ովքեր որ միջին մասշտաբի ինչ որ արտադրություն են դնելու, արդեն այլընտրանքային։ Թե այդ ինչ այլընտրանք կլինի։ Այդ էլ է իրանց գործը։ Լուծումներից մեկը համարվում է բիոպլաստիկի արտադրությունը։ Դա պլաստիկի տեսակ է, որն արտադրվում է Օսլայից, էկոլոգիապես մաքուր է եւ փչանում է մի քանի ամսում հողում հայտնվելուց հետո։ Կենսաքայքայվող պլաստիկը ռեալ է եւ միակ դրա խնդիրը նրանում է, որ իրականում ինքը ավելի թանկ է, քան սովորական պոլիէթիլենային տոպրակ։ Իր ինքնարժեքը թանկանում է եւ դա մի տեսակ արդեն կա դրան նորմալ վերաբերել։ Ցանկացած բան, որ վնասակար է, որպես կանոն ավելի էժան է։ Հայաստանում նախկինում փորձ է արվել քայքայվող պլաստիկի արտադրության, որպես հումք օգտագործվել է գետնախնձորը, որը աճում է ցանկացած հողում եւ չի պահանջում խնամք։ Երկար տարիներ է, ինչ Հայաստանում գոյություն ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հստակ սահմանված ցանկ։ Խոսքը վերաբերում է արագ տարածվող ու համաճարակային լուրջ վտանգ ներկայացնող 34 վարակիչ հիվանդությունների, որոնց թվում պետության համակարգված միջամտությունը ըստ էության դառնում է պարտադիր։ Նշված հիվանդությունների դեպքում պետության դերակատարումը հստակ էր, ապահովվում էր կոնտակտային անձանց հայտնաբերում եւ հսկողություն, որոնց էլ հետևում էին կարանտին միջոցառումները, պետական պատվաստումների իրականացումը, անվճար կամ պետական պատվերով բուժօգնությունը, ինչպես նաև ինֆեկցիոն ծառայությունների եւ լաբորատոր կարողությունների շարունակական աշխատանքը։ Սրանց էլ գումարվում էր սանիտարահիգիենիկ վերահսկողությունը հանրային վայրերում, սննդի եւ ջրի ոլորտում, հանրային իրազեկումը, պաշտոնական հաղորդակցությունը, բուժանձնակազմի պաշտպանությունը, պետական պահուստների ձևավորումը։ Այն ներառում է հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ պարտադիր գրանցում, յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, վարակվածների մեկուսացում եւ բուժում պետական պատվերի շրջանակներում։ Հիվանդությունների այս ցանկը կտրուկ կրճատվում է, այսուհետև հատուկ վտանգավոր են համարվելու հիվանդություններից ընդամենը 9՝ ժանտախտի թոքային ձևը, խոլերիան, տիֆը, պարատիֆը, համաճարակային ոչլային տիֆը, շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզը, հարուցչի արտազատմամբ բոլոր ձևերի դեպքում վիրուսային հեմորագիկ տենդերը, արևադարձային մալարիան, մերձավոր արևելքի շնչառական համախտանիշը, ինչպես նաև համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակները, իսկ որոնք են դուրս մնում հիշատակված ցանկից։ Փորձագետն է պարզաբանում, այս քայլով պետությունը իդեմս առողջապահության նախարարության սահմանափակում է պետական միջամտությունը եւ հրաժարվում է իր պարտավորությունների զգալի մասից, փաստացի հայտարարելով, որ մնացած հիվանդությունները այլևս իրենց խնդիրը չէ։ Ամենակարևոր կոմպոնենտը, որը որ մեր երկրի համար սոցիալական հիվանդություն է համարվում, դա տուբերկուլոզն է, որի միայն ակտիվ փուլն են համարում հատուկ վտանգավոր։ Հաջորդը կարմրախտն է, կարմրոկո, եւ որը որ մենք տեսանք ինչպես տարածաշրջանում 2 տարի առաջ Հայաստանում դարձավ առաջիններից։ Փորձագետի դիտարկմամբ սա առողջապահական բարեփոխում չէ, եթե պարզապես սա պատասխանատվությունից ազատվել է, ինչը նշանակում է պետության գործառույթների կրճատում հանրային առողջության հաշվին, երբ հիվանդությունը դուրս է մնում վտանգավորների ցանկից, դրան զուգահեռ վերանում է նաև պետության պարտադիր արձագանքը, անվճար բուժօգնության երաշխիքները եւ համաճարակաբանական լիարժեք վերահսկողությունը։ Մտահոգիչ է իրավիճակը Հայաստանում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի կենտրոնից հայտնում են, որ 2021-ի տվյալներով թոքի քաղցկեղը նոր արձանագրված քաղցկեղների 14.3%-ն է։ Մասնագետների խոսքով հիվանդության զարգացման առաջին ու առանցքային ռիսկի գործոնը ծխախոտի գործածումն է, մյուսը մթնոլորտային օդի աղտոտվածությունը,
որը ըստ փորձագետների մեր երկրում մեղմ ասած կրիտիկական է, խոցելի խմբում հատկապես երեխաներն են։ Նյութափոխանակությունը ավելի ակտիվ է եւ նաեւ ձևավորված չեն պաշտպանող մեխանիզմները երեխային, այսինքն ամենամեծ վտանգը դրանց մոտ է եւ երեխայի համար օթի աղտոտվածությունը դա վաղվա ընդհուպ միջև լեյպոզի զարգացումը, փոքր քաշ ծնվելու ժամանակ անհասություն, շնչառական համակարգի հիվանդություններ, նաեւ վարքագծային առանձնահատկություններ եւ այլն խնդիրները շատ մեծ են։ Տարեցներն են որպես երեխային խումբ համարվում, նաեւ մարդիկ, որոնք որ ունեն շնչառական սրտանոթային համակարգի ալերգիկ հիվանդություններ։ Մթնոլորտային օդի աղտոտվածությունը եւ կենցաղային վառելիքի այրման արդյունքում առաջացող վնասակար արտանետումները պարզվում է կարող են առաջացնել թոքի քաղցկեղի մինչև 30%-ը։ Եվ քանի որ Հայաստանը մթնոլորտային աղտոտվածության մակարդակով աշխարհի առաջատարների շարքում է, հետեւաբար ռիսկի գործոնը ըստ մասնագետների բավականին բարձր է։ Այս հիվանդության ես հենց հիմա իմ բուժառուների շրջանում նկատում եմ շատ սրացումներ քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդությամբ։ Այսպես վերակոչված մեր հին բրոնխիտն է, որը ավելի գրագետ եւ ավելի նոր է, այսպես անվանում է ստացել։ Մենք ասում ենք ծխողի բրոնխիտ, բայց հիմա էլ ասում ենք աղտոտված օդի բրոնխիտ։ Շատ լուրջ խնդիր է, սա օրհասական խնդիր է։ Առաջի թիրախները դա գլխուղեղն է, ոսկորները եւ լյարդը բնականաբար տարածումը գնում է լիմֆատիկ հանգույցներով։ Ամենաառաջի գանգատներ չունի ցավոք, դրա համար մենք առաջարկում ենք միշտ սկրինինգային մեր ժողովրդի մեջ պետք է մտնի այդ մշակույթը, որպեսզի մենք տարեկան մեկ անգամ անպայման հետազոտվենք։ Օդի աղտոտվածությունը ուղիղ փոխկապակցված է մարդու առողջության հետ։ Առողջ մարդկանց դեպքում եւս կարող են ի հայտ գալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ էֆեկտներ։ Կարճաժամկետի դեպքում օրինակ կարող են նկատել արդյունքահոսություն, հազ, փռշտոց, մաշկի վրա որոշակի փոփոխություններ եւ գլխապտույտ։ Երկարաժամկետի պարագայում արդեն չարորակ նորագոյացությունների ձևավորում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցույցում է, որ հավելյալ մահվան դեպքերը ինֆարկտներից եւ ինսուլտներից պայմանավորված օդի աղտոտվածության դա քառորդ դեպքերն են, 1/3-ը թոքի քաղցկեղի պայմանավորված այս խնդրով մահվան դեպքերի եւ 43%-ը շնչառական համակարգի հիվանդությունների։ Այսինքն սա բավական լուրջ է եւ ժամանակն է, որ քաղաքային իշխանությունը ի վերջո պատասխանատվություն կրի։ Շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնացել մեր բնակչությանը եւ հիմա ժամանակն է, որ գրագետ քայլեր արվեն։ Մենք հիմա էքսպերիմենտի ժամանակ չունենք։ Ոլորտի լավագույն փորձագետները պետք է հավաքվեն, մշակեն ռազմավարություն։ Մասնագետները հորդորում են վերահսկել բնակարանի օդի որակը, ապրել առողջ ապրելակերպով եւ պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ։ Իսկ թե ինչ հնարավոր հետևանքներ կթողնի մեր հասարակության վրա օդի այս անթույլատրելի աղտոտվածությունը, մասնագետները տարակուսում են, հորդորում րոպե առ առաջ անցնել գործնական քայլերի։